եկեղեցուն վերադարձնել նրա ժառանգությունը, նկատի ունենք եկեղեցական շինություններ, անշարժ բույք, որը դեռ բոլշևիկյան շրջանից մի խոսքով օտարվել է եւ կարծում եմ այդ ժառանգությունը, անշարժ ժառանգություն կառուցներ պիտի վերադարձնել եկեղեցուն։ Ես ուզում եմ այստեղ խոսել նաեւ մեր մշակույթի հանրահռչակման մասին եւ 2003-ին թե 4-ին Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դարձավ եւ այդ տարիներին, մինչեւ տարիներին մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկերում ունեցանք հրաշալի ներկայություն, Վերին Ազատի հովիտը, Գեղարդի վանքը, Էջմիածնի տաճարը, Զվարթնոցի հնավայրը, սրանք ներգրավվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային նյութական ժառանգության ցանկում։ Ցավոք սրտի 2000-ից հետո որևէ նոր, ուրեմն պատմամշակութային կոթող այդ ցանկում չի ավելացել, ավելին այսօր հայկական մշակութային ժառանգությունը, հայկական մշակութային հետքը եւ առասարակ հայկական հետքը կամ յուրացվում է կամ ոչնչացվում է Արցախում, Հայաստանի իշխանությունները լռում են այն դեպքում, երբ որ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ենք եւ բազմաթիվ կոնվենցիաների միացել ենք։ Շուշի Ղազանչեցոցը, Կանաչ ժամը եւ այլն եւ այլն։ Լավ պետություն, լավ տիրություն, ազգային իշխանության պարագայում չէինք ունենա այն աղետը, ինչ որ մենք ունենք։ Եվ ուրեմն Եվ իմջերց այստեղ էլ նորից հերթական անգամ ասենք, որ սա ամենևին ոչ պատերազմի կոչ է, ոչ սա դրանք է, մենք քաղաքակրթություն ձևավորած ազգ ենք այս տարածաշրջանում եւ սեփական ինքնությանը, մշակութային ժառանգությանը տեր կանգնել ամենևին չի նշանակում այլ պետության հետ կոնֆլիկտ ունենալ։ Շատ ճիշտ դիտարկում, ուղղակի պետք է կատարել առաքելությունը, ստանձնել, հասկանալ, գիտակցել եւ այն համաձայնագրերը, որ ստորագրել է Հայաստանը կոնվենցիաներով, կոնվենցիայով իրենց իրավունքները պաշտպանել, բայց ինչ իրավունքի պաշտպանություն ունենաս այն իշխանությունից, որը ուղղակի ուրանում է քո ժառանգությունը։ Եվ այդ ուրացման ընթացքի մեջ անցնենք Հայաստանի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որ այսօր աննախադեպ արշավանքի է ենթարկվում Հայաստանի իշխանությունների կողմից, հայ եկեղեցի, որը մեր ինքնության հիմնաքարն է, ազգային եւ հոգեվոր ինքնության պահպանման մեջ նրա դերակատարությունը բացառիկ է, եկեղեցու դերակատարությունը բացառիկ է եւ հենց այդ բացառիկությամբ էլ պայմանավորված ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երկու հոդվածներով եւ մենք նաեւ հիշեցնենք, որ ունենք եկեղեցու հետ հարաբերությունների նաեւ օրենքով կարգավորված հարաբերություններ, բայց այսօր ունենք այն ինչ դուք տեսնում եք եւ մենք դատապարտում ենք այդ հանցավոր վարքը եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ սանձազերծած հարձակումները բնականաբար հանցագործություններ են եւ մենք վերադարձնելու ենք սահմանադրական կարգ վերականգնել, ապահովել հայ առաքելական եկեղեցու եւ պետության անջատության մասին սահմանադրությամբ ամրագրված նորմերը։ Սփյուռք, ես շարունակեմ, Աննա, թե հա, կարճ երևի։ Շատ լավ։ Ուրեմն հոգևոր Հայաստանի մի մասը, մի բաղադրիչը սփյուռքներ։ Ուրեմն սփյուռք մեր բացառիկ մրցակցային առավելությունը, մեր պետականությունը եւ սփյուռքը կապված են մեկ զարգերակով, որը մեր հավաքական ուժի աղբյուրն է։ Հիմա մի քիչ ռոմանտիկ կդառնամ եւ մի համեմատություն կբարձրաձայնեմ, որը միշտ իմ մտքի մեջ ունեմ։ Առանց սփյուռքը Հայաստանը մեկ թևով արծիվի է նման։ Իսկ Հայաստանը սփյուռքի հետ ուրիշ ուժ է, ուրիշ հզորություն եւ մենք պարտավոր ենք վերականգնել այդ կոտրած թևը, որ այս իշխանությունների քաղաքականության արդյունքում անջրպետման, օտարացման եւ հուսահատության իրականության մեջ է հայտնվել, որը ըստ էության թուլացնում է Հայաստանի պետականության դիրքերը եւ մենք դատապարտում ենք այդ քաղաքականությունը։ Ուղղակի նորից հիշենք, թե Արցախյան ազատամարտի տարիներին եւ նաեւ վերականգնման տարիներին մեր սփյուռքը ինչ անուրանալի դերակատարություն է ունեցել բոլոր առումներով, զոհաբերության գնով նաեւ Արցախում նահատակված մեր ընկերներին էլ հիմա պիտի հիշենք եւ նաեւ այդ տարիներից էր, որ մենք Հայաստանը որդեգրեց եւ քաղաքացիության մասին ուրեմն օրենքը, որի ակունքներում մեր քաղաքական ուժն է, դաշնակցությունը եւ 2005-ին սփյուռքը իրավունք ստացավ նաեւ քաղաքացիության մասնակից դառնալու Հայաստանի կայացմանը։ Թե քաղաքական, թե մշակութային, թե կրթական եւ թե տնտեսական եւ այդ տարիներին
շատ եւ շատ սփյուռք հայեր, որոնց մի մասին ես այստեղ տեսնում եմ, վերադարձան Հայաստան, բայց այսօր ինչ ունենք, Սփյուռքի նախարարության լուծարում, եւ սա թիրախային անմիտ հենց այդպես գործողություն չէր, եւ սև ցուցակներ, երբ որ մեր հայրենակիցները սեփական հայրենիք մտնելու ուրեմն իրավունքից ուղղակի զրկվում են։ Ուրեմն վերականգնելու են կամ այս ճգնաժամը ուղղակի անթույլատրելի է, եւ մենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաժևորումը միանգամայն նորից ինչպես նախորդ պարագաներում նոր հայեցակարգի պահանջում փոխադարձաբար վերականգնելու խզումը ծառայելու միասնական ռազմավարական նպատակներին եւ օրակարգերին։ Հիմա այս շարունակեմ։ Սկզբունք աշխարհասփյուռ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը մեկ միասնություն են եւ պետք է հզորանան որպես մեկ միասնականություն։ Հավաքական հայության ներուժի նպատակային օգտագործումը կենսական է զարգացող հայկական պետության համար, այն ազգային անվտանգության եւ առաջընթացի գործիք է եւ քայլեր։ Կձևավորվի Հայաստան-Սփյուռք ռազմավարական գործակցության նոր օրակարգ, որը կվերականգնի երկխոսությունը, համահայկական միասնությունը, վերանայվելու են երկքաղաքացիների ներգրավման սահմանափակումները պետական կառավարման հարցերում։ Կներդրվեն գործակցության նոր մեխանիզմներ եւ իրավական երաշխիքներ, որոնք կընդլայնեն Սփյուռքի մասնակցությունը երկրի կառավարման եւ ընդհանրապես Հայաստանի զարգացման ընթացքներում։ Կմշակվեն տեղեկատվական, կրթամշակութային, գիտական եւ տնտեսական միասնական քաղաքականություններ։ Մենք եւ Սփյուռքը մեկ միասնական տեղեկատվական, գիտական, մշակութային, հոգեվոր դաշտ ենք։ Պիտի վերականգնենք այդ մեկությունը։ Հայրենադարձության օրենքի ընդունում եւ կորդեգրվի նաեւ, ինչպես արդեն ասացի, արևմտահայերենի պահպանման եւ զարգացման ծրագիր։ Հայաստանը պետք է դառնա անվտանգ տուն բոլոր հայերի համար, եւ սա հնարավոր է։ Մենք միասին վերականգնելու ենք մեր մեկությունը, ծափերի լսում է տերինեին, մեր միասնությունը առաջնորդվելով մեկ ազգ, մեկ ճակատագիր, մեկ պատասխանատվություն սկզբունքով։